Սյունիքում թիմ ռազմավարության բարելավում ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը ծրագրի շրջանակում Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ Կապանում անցկացվեց համաժողով։ Մենք ուզում ենք ասել, որ ավանդական անվտանգությանը զուգահեռ շատ կարևոր է նաև զարգացնել մի շարք ոլորտներ, սոցիալական, առողջապահական եւ շրջակա միջավայրը կարողանանք ճիշտ օգտագործել, որպեսզի համընթաց, համահունչ եւ հավասար զարգացում տեղի ունենա։ Մեր հիմնական նպատակն է, որպեսզի թիմ ներկայացուցիչների հետ խոսենք շատ կարևոր զարգացումներից, ունեցած ռեսուրսների ճիշտ բաշխումից եւ միասնական ուժերով տարբեր խնդիրներ լուծելուց։ Սուրեն Դեհերյանի կարծիքով ուսումնասիրության թեման արդիական է ոչ միայն Սյունիքի, այլև ողջ հանրապետության համար։ Կատարված եզրակացությունները հիմնականում հիմնված են սոցիալական հարցումների վրա։ Մեր հետազոտությունների ընթացքում մենք Սյունիքում անցկացրել ենք 8 ֆոկուս խմբեր, որոնց մասնակցել են խոշորացված համայնքների տարբեր մասնակիցներ, խոշորացված համայնքներից բնակիչներ, գյուղական համայնքներից, սահմանամերձ հատվածներից եւ այլն, եւ իրենց հենց այդ հարցերն ենք տվել, այսինքն փորձել ենք իրենց հետ հաշվի նստել, հասկանալու ինչպես են իրենք պատկերացնում վաղվա օրը, թեպետ ես համոզված եմ, որ այստեղ մեր թիմ ներկայացուցիչները շատ ավելի լավ գիտեն իրենց խնդիրների մասին։ Ծրագրում ներգրավված հասարակական կազմակերպությունները կապող օղակ են թիմ քաղաքացի կառավարություն համագործակցության համար։ Նրանք ակնկալում են, որ իրենց ուսումնասիրության արդյունքները խնդիրների լուծման հիմք կհանդիսանան։ Ժամանակահատվածը շատ լարված էր պատերազմից հետո եւ կոവിഡ്ի հիվանդությունների ժամանակահատվածում, կարծես թե ճգնաժամը հենց համընկա մեր ծրագրի խնդիրների հետ եւ մենք կարողացանք բոլոր բնակավարներից հարցումների արդյունքում ստանալ մի պատկեր, որն այսօր մենք ներկայացրեցինք։ Հետազոտության արդյունքները փաստաթղթի տեսքով այսօր ներկայացվեց եւ կարիքները բոլոր համայնքներից ընդհանրացված են մարդու անվտանգային խնդիրների այդ փաստաթղթի մեջ։ Սուսաննա Մարտիրոսյանի կարծիքով նախաձեռնությունը առանձնանում է երիտասարդների ներգրավվածությամբ։ Նրանց մասնակցությամբ խնդիրների լուծման արդիական տարբերակներ են մշակվել։ Նրանք մրցութային կարգով մեզ ներկայացրեցին թիմ համայնքներում իրենց պատկերացմամբ բոլոր ճգնաժամերի հետ կապված խնդիրները, մարդու անվտանգային խնդիրները, տեսաուղերձներով եւ լրագրողական նյութերով։ Այնուհետև մենք ուսուցում իրականացրեցինք իրենց հետ 6 ամիս եւ ուսուցման արդյունքում նաեւ ունեցանք մրցույթում իրենք ներկայացրեցին համայնքներում վերհանված խնդիրների տեսքով իրենց պրոյեկտները։ Մասնակիցների կարծիքով համաժողովը բովանդակալից էր, եզրակացությունները աշխատանքային պրակտիկայում կիրառելի։ Մենք հուսով ենք, որ մեր համայնքի խնդիրները, ինչպես նաև մեր ձայնը կարող է հասնել պատկան մարմիններին եւ այսպես ասած այս փաստաթղթը ստորագրվի եւ պատկան մարմինների միջոցով կարողանան այդ խնդիրները ինչ-որ չափով, գոնե ինչ-որ չափով լուծվել։ Այսօր խնդիր է համարվում, ասեն, գործազրկությունը, այստեղ բարձրացվեցին աղբահանության, սանմաքրման ջրերի, կանանց զբաղվածության, կան բոլոր համայնքներում էլ կա։ Հավելենք, որ ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ, կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների ռազմավարության մեջ դրանց ներառմանը։